Ովքեր են հարցաքննվել երեխայի առևանգման կասկածի գործով։ Երեխայի անհետացումից անմիջապես հետո հարցվել է քրեական գործ սպանության վարկածով կամ գետն է ընկել կամ գողացել են, այսինքն անհետացել է երեխան, մինչև երեխան ողջ առողջ չգտնվի, այդ հոդվածը չի կարող հանվել եւ քննությունը ընթանալու է։ Նույնիսկ եթե երեխային գտնեն գետից, քննությունը շարունակվելու է ըստ օրենքի եւ պետք է բացահայտվի այն հանգամանքը, թե երեխան ինչ գործ ուներ միայնակ գետի մոտ։ Դե սրան կարող է տալ պարզ պատասխան, որ այդ գյուղի տները բավականին մոտ են գետին եւ մի քիչ անուշադրություն եւ երեխան կարող է հայտնվել գետում։ Ամբողջ գյուղը հարցաքննվել է, գյուղ մտած տարբեր մարդիկ, ովքեր որ այդ գյուղից չեն եղել, նրանք եւս հարցաքննվել են, կանգնեցվել է տասնյակ մեքենաներ, խուզարկվել է մեքենաներ, խուզարկվել են տասնյակ տներ, 70-ից ավելի անձ հարցաքննվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում եւ արդյունքներ չկան, այսինքն պետությունը ուժ է ցույց տալիս, որ մենք ընկածենք ամեն մի վարկածի հետևից, նաեւ առևանգման վարկածը մենք չենք անտեսում, տեսեք ինչ ուժեղ բոլորին հարցաքննում ենք եւ այս իրավիճակում նույնիսկ եթե երեխային առևանգած լինեն, դժվար թե մեկը երեխային հետ բերի տա։ Չենք ասում, որ իրանք վատ են անում, որ ուժ են ցույց տալիս, որ բոլորին տանում հարցաքննում են, բայց այդ վախի սարսափի մթնոլորտը կա նաև այն պատճառով, որ այս դեպքը համահայկական դեպք է, բոլորը հայ ազգից հետևելու են այն դատապրոցեսին, որ եթե ինչ-որ մեկը երեխային գողացել է, նրան պետքա միջև վերջ օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատժի, ամբողջ հայ ազգը հետևելու է եւ ամբողջ հայ ազգի համար այդ մարդը դառնալու է թշնամի։ Չնայած նրան, որ մենք նման դեպքերում մարդել չենք կարող կոչել այդ երևույթներին, ովքեր որ ունակ են երեխա գողանալ, սա ինչ-որ մի ֆիլմի սցենար է, բայց չի գտնվում այդ երեխան։ Գետում չկա երեխա, եթե լիներ կգտնեին։ Գյուղի բոլորի տները նայել են, ամեն հնարավոր վայր նայել են, դե ոստիկանները ավելի լավ են հասկանում, թե որտեղից սկսեն, որտեղից վերջացնեն, իրենք դրա հմտությունները ունեն եւ դրա համար են ոստիկան եւ ոչ մի արդյունք չկա։ Էքստրասենսներն ասում են երեխան ողջ է, բայց չեն ասում որտեղ է, այսքան ասում են որտեղ է, բայց ասելը քիչ է, եկեք գնացեք, ցույց տվեք տեղը։ Մարդիկ գնում են ձեր ասած հասցեով որևէ ինչ-որ մի բան երեխայի հետ կապված չեն գտնում, ոչ հագուստ, ոչ էլ առավել եւս երեխային։ Ինչը որ նշանակում է, որ այս դեպքը դեռևս շարունակվելու է ժողովրդի ուշադրության կենտրոնում մնալ, օր-օրի ավելի ենք մենք ցավ ապրում, քանի որ փրկարար ծառայությունը 2 շաբաթ է ակտիվ աշխատանքներ է տանում եւ արդյունքներ չկան, չեք կարողանում հստակ հասկանալ լավ այս երեխային գետը ընկավ թե տարան, որովհետեւ գետը ընկնելու վերաբերյալ որևէ այլևս վարկած չկա, մի բան չեն գտե գետից։ Երեխայի ծնողները գնացել են Սուրբ Հովհաննես Մատուռ Լոռվա մարզում գտնվող, որը կատարել է տասնյակ հազարավոր մարդկանց ցանկություններ, նույնիսկ 100 հազարավոր մարդկանց ցանկություններ, հիմնականում այնտեղ գնում են մարդիկ, ովքեր որ երեխա չեն կարողանում ունենալ եւ Աստծուց խնդրում են երեխա եւ բազմաթիվ խաչքարերը, որոնք վկայում են, որ Աստված շատ-շատերի ցանկությունները կատարել է։ Ում ցանկությունը կատարվում է, նա խոսք է տալիս, որ այնտեղ կբերի եւ կտեղադրի խաչքար եւ այդքան խաչքարները, որոնք հազարավոր են, նշանակությունը այն է, որ հազարավոր մարդկանց նպատակներ կատարվել է։ Եվ այդ սուրբ տեղը այցելել են փոքրիկ Տիգրանի ծնողները, որպեսզի Աստված իրենց ցանկությունը կատարի եւ դա միայն իրենց ցանկությունը չի, դա ամբողջ աշխարհի հայերի ցանկությունն է, որ երեխան ողջ առողջ գտնվի եւ վերադառնա իր ընտանիք։ Ամբողջ հայ ազգը այսօր ցավում է այս դեպքի համար, իսկապես շատ սարսափելի իրադարձություն էր, որ տեղի ունեցավ եւ Աստված թող օգնի գտնել Տիգրանին ողջ եւ առողջ։ Եվ մենք կարծում ենք, որ շատ ճիշտ են արել ծնողները,
հիմարություններին հավատալով էքստրասենսներ, չգիտես ովքեր, հարևաններին կասկածել, գնչուների վրա գործը բարթել, նման բաների փոխարեն շատ ճիշտ են արել, գնացել են Աստծո դուռը եւ խնդրում են իրենց երեխային ողջ եւ առողջ վերադարձնի ընտանիք եւ միանշանակ մենք վստահ ենք, որ նրանց ցանկությունը կատարվելու է, այդպիսի զգացում կա այն բանից հետո մանավանդ, որ 10 օր անընդմեջ երեխային փորձել են գտնել գետում, ամեն ինչ արվել է, ամեն սարքավորում օգտագործվել է եւ երեխան գետում չէ։ Սա հույս է տալիս մարդկանց մտածել, որ երեխան ողջ է, ինչ որ մեկը կարող գար տաներ, դա չի բացառվում, այսօր այնքան աննորմալներ կան, որ նույնիսկ զանգում են հորը, երեխայի լացի ձայն են միացնում, բա մի հատ աննորմալ էլ կարող լիներ, որ այդ երեխային կգողանար։ Այս ծանր վիճակում կեղծ զանգեր, որ երեխան էստեղա շուտ եկեք, երեխային անցկացնում են Բագրատաշենի սահմանը, երեխայի լացի ձայն են միացնում, ինչ որ մեկն էլ կարող լիներ այս կատեգորիայի մարդկանցից, որ երեխային գար վերցներ ու գնար։ Կարող է երեխան չի գնացել գետի ուղղությամբ, գնացել է օրինակ գյուղամեջ, մի քանի փողոց այն կողմա գնացել կամ մի փողոց այն կողմա գնացել, ոչ մեկ չի նկատել, բոլորը եղել են իրանց տներում, չեն նկատել, մեկը եկել վերցրել տարել է։ Բացառվում է, իհարկե չի բացառվում։ Եվ բնականաբար սա է պատճառը, որ շատ շատերը մեծամասամբ հարազատները մտածում են, որ երեխային առևանգել են, երեխան գետի ուղղությամբ չի գնացել եւ կարծես իրանք անիմաստ են համարում գետում որոնողա փրկարարական աշխատանքները, բայց քանի որ դա կասկածելի ամենագլխավոր կետն է գետը պետքա միշտ ստուգվի, ինչքան շատ ստուգվի գետը եւ ինչքան երեխան չգտնվի գետում, այնքան երեխային առևանգելը կլինի հիմնավորված։ Որովհետև այդ գետը գնում է ու հասնում է միտեղ, որտեղ որ ինքը բարակում է եւ ջուրը հավաքվում է ջրամբարի նման։ Այդ հատվածից ավելի է հնարավորություն տալիս փրկարարներին, որ իրանք ավելի հեշտացնեն իրանց աշխատանքները, չնայած շատ բարդ աշխատանքներ է, բայց իհարկե կարելի է սպասել մի քանի օր, որովհետև 10-15 օրվա ընթացքում մարմինը բարձրանում է ջրի երես եւ եթե իրականում երեխան գտնվում է ջրում, սարսափելի դեպք է եղել, նա կհայտնվի ջրի երեսում, եթե չի գտնվում քարերից կամ ինչ որ մի ճյուղերից, արմատներից կարճած վիճակում։